Կարանք ինչ-որ վերադարձնենք։ Նայեք, Ղարաբաղի հարցով կա միայն հիմա մենք կարող ենք իրատեսական եթե լինել վերադարձի իրավունքի մասին կարող ենք խոսալ։ Անվտանգ վերադարձի իրավունքի ճանաչումը դրան հասնելը հնարավոր է։ Այո, հնարավոր է։ Եթե պետությունը դրանով չի զբաղվում, ուրեմն հնարավոր չի։ Եվ ամեն տարի այս պահը կորցնելը սա ուղղակի նշանակում է ավելի եւ ավելի բարդացնել այդ հարցը։ Չէ, իհարկե չէ։ Չէ, իհարկե չէ։ Ինչ վերաբերվում է մեր դաշնակցի հետ հարաբերությունների վերականգնմանը, եթե հետևում եք լրահոսին, թե ինչ է կատարում, օրինակ այս վերջի երեմի 10-15 օրվա ընթացքում ինչ կարգի արտահայտություններ է, ինչ կարգի հարցազրույցներ եւ ինչ մակարդակի վրա։ Լրջագույն խնդրեմ մենք ունենք։ Եվ անպատասխանատու ուղղակի կեցվածք է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես հնչեցրել եմ արդեն, բայց ստիպված եմ ուղղակի կրկնելու որոշ թվեր։ Մեր բնակչության 80%-ի, մոտավորապես 80%-ի բարեկեցությունը զգալի չափով կախված է Ռուսաստանի հետ տնտեսական մեր կապերից։ Դրանց մի մասը ուղղակի կապված են 100%-ով, որտեղ աշխատում են այնտեղ, գնում են արտագնյա աշխատանքների եւ իրենց ընտանիքները պահում են հենց դրա շնորհիվ։ Մի ուրիշ մասը հատկապես տարիքով մարդիկ զավակները Ռուսաստանում են, աշխատում են, գումարներ են ուղարկում եւ ընտանիքների էապես կախված են այդ հարաբերություններից։ Բիզնեսի կամ մի մեծ հատված վերցնի գյուղատնտեսությունը, օրինակ, մոտ 98% ապրանքը, արտահանվող ապրանքը գնում է Ռուսաստան։ Բազմաթիվ ջերմոցներ են սարքել։ Այդ ջերմոցներում աճեցրած գյուղարտադրանքը ուր է գնում։ Ռուսաստան է գնում։ Ոչ միայն ջերմոցի տերն է կախված Ռուսաստանից, այդ ջերմոցում աշխատող մարդիկ վերջի աշխատում են, աշխատավարձ են ստանում, եթե տեղ չի լինի տանելու, ինչ են ստանելու։ Դրա համար չեմ ասում, որ այդ 80% 100%-ով են կախված, զգալիորեն մի մասը 100%-ով, մի մասը 80, մի մասը 40-50 եւ վարել արտաքին քաղաքականություն, որը ասեն շպագատի մեջ է, քո տնտեսական շահերի հետ, անպատասխանության գագաթնակետն է։ Ինձ հասկացաք, չէ՞, սա շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Ես չեմ զարմանա, եթե ինչ-որ մեխանիզմներ գտնեն ու անեն։ Եվ սա պրոբլեմ է, սա պետք է կանխել։ Սա մեր տնտեսությունը կանգնեցնելու է աղետի առջև։ Ամենից պարզ հաշվարկներով, անկում է լինելու մեկ ուրիշ։ Եվ Ռուսաստանը դա չի անում մեկ պատճառով։ Ասում են, մենք չենք ուզում ցավացնել հայ ժողովրդին։ Չեն ուզում Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի պատճառով ցավացնել հայ ժողովրդին, բայց իրենք սենց բոլոր հնարավոր մեթոդներով հուշում են, ասում են ժողովուրդ ջան, սթափվեք։ Ամենից բարձր մակարդակով, նախագահից սկսած մինչև խորհրդարանի իրենց նախագահ, մինչև այլ պաշտոնյաներ, ասում են սթափվեք, համբերությունը ինչ-որ մի կետ կա, որից հետո քիչ է աշխատում։ Եվ հիմնական բանաձևը չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը կապ չունենա երկրի տնտեսական շահերի հետ։ Բոլոր երկրները հնարավորինս մոտ են բերում տնտեսական շահերը արտաքին քաղաքականությունը, վերջի արտաքին քաղաքականությունը ավելի շատ սպասարկում է այդ տնտեսական շահերը։ Նոր շուկաներ է փնտրում, նոր հնարավորություններ է ստեղծում, ներդրումներ է բերում։
Այնինչ անում են, սա ուղղակի թշնամական քայլ է սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական ժողովրդի բարեկեցության նկատմամբ։ Այս շատ լավ հարցադրում էր, պարզաբանեմ։ Ինչի համար է դա անում։ Նայեք, եղել է Մինսկի խումբ, 3 պետություն, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, 2 ամենից հզոր պետություններից մեկը եւ Ֆրանսիան եւս հզոր պետություն, լուծարեցին։ Եվ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց։ Սա փայլուն ֆորմատ էր երաշխավորների համար։ Այս Մինսկի խումբը, եթե խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, կարող էին հենց հանդես գալ որպես երաշխավորող, նաև ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հատուկ հայտարարություն եւ լիազորություններ։ Եվ այդ դեպքում խաղաղությունը կլիներ հարատևելի, հասկանալի, երաշխավորներով։ Նիկոլ Փաշինյանին դա պետք չի, գիտեք ինչ է, մի պարզ պատճառով։ Եթե կան երաշխավորներ, ինքը չի կարող ասի, եթե ես չլինեմ պատերազմը լինելու։ Ուղղակի չի կարող ասի, չի կարող կապի խաղաղությունը իր անվան հետ։ Որտեղ ամեն մի մարդ sense կարդալով ասելու ավասի, այնքան լուրջ երաշխավորներ կա, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում եւ այլ։ Մեր մոտեցումը հետեւյալն է, խաղաղությունը պետք չի կարող կախված լինի մեկ մարդուց։ Չպիտի կախված լինի ինձնից, իրենից, Ալիևից, մեկ ուրիշից։ Մենք սա ենք ասում։ Ինքը արեց ամեն ինչ, որ շանտաժի ենթարկել սեփական ժողովրդի հնարավորությունը ունենա։ Ուրիշ բացատրություն Ժորժ ջան, այստեղ ուղղակի չկա։ Ուրեմն սեփական աթոռը պահելը գերադասվեց մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ երկրի շահերին։ Սա լավ չափ ու սահման է։ Չափ ու սահման է, այս ամենը պետք է ունենա թե ոչ։